Ցավի ու սիրո խառնուրդ, պատմական հիշողություն և հույս։ Ռազմիկ Դավոյանի տողերը շարունակում են խոսել սերունդների հետ, անցյալի ու ներկայի մասին։ Այս ժառանգությունն էր արժևորվում այսօր Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում, որտեղ կայացավ մեծ բանաստեղծի 85-ամյակի նվիրված գիտաժողովը։ Գիտաժողովին ներկա էին ուսանողներ, գրականագետներ և արվեստի գործիչներ, որոնք իրենց խոսքում ընդգծեցին Դավոյանի կարևորությունը հայ պոեզիայում և հասարակության մտավոր կյանքում։ Դավոյանը անցյալն ու ներկան կամրջող բանաստեղծներից էր, ասում է Համազգային հայկրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Ռուզան Առաքելյանը։ Այս գիտաժողովը առիթ է, որպեսզի գրականագետները եւս մեկ անգամ արժևորեն մեր գրականության երևելի դեմքերից Ռազմիկ Դավոյանի գրական ավանդները։ Այս տարի կդառնար բանաստեղծը 85 տարեկան, Ռազմիկ Դավոյանը այն հանճարեղ գրողներից է, ով կարևորում էր անցյալի վաստակը, անցյալի մեծերի, հայ մեծերի վաստակը, եւ ինքը անցյալը եւ ներկան կամրջող բանաստեղծներից էր, անշուշտ նաեւ իր բանաստեղծությունները, իր գրական գործունեությունը նաեւ դուր բացեց ապագայի հանդեպ եւ պատահական չէ, որ Ռազմիկ Դավոյանին համարում են նաեւ նորարար հենց այդ իմաստով, որ ճիշտ է անցյալը առանցք էր իր համար, բայց նաեւ շատ կարեւորում էր ապագան, ամենակարևորը մարդ բանաստեղծը ներդաշնակ էր, Ռազմիկ Դավոյանի ապրած կյանքը եւ գրական գործունեությունը շատ ներդաշնակ են, մի առիթով խոստովանել է, որ ես պիտի այնպես գրեմ, որ սույտ չլինի եւ դուք ինձ հավատաք եւ իսկապես նրա բանաստեղծական տողերը իր անձնական ապրումներն են, որոնք դառնում են համամարտկային։ Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սուրեն Աբրահամյանը Դավոյանի ստեղծագործությունները համեմատում է Տերյանի, Թումանյանի եւ Իսահակյանի հետ։ Դավոյանի գրապատմական նշանակությունը մեծ է, նա մի ամբողջ մշակութային շրջանի ավարտի եւ սկզբնավորողի պոեզիա է ստեղծել։ Նրա գրական արժեքը համեմատելի է ինչպես դարասկզբին Տերյանը եւ նրա կողքին ներկա էին Թումանյանը եւ Իսահակյանը, բայց նա մի ամբողջ մշակութային շրջանի ձևավորում է, որը կապված է նաեւ Ռազմիկ Դավոյանի եւ 60-ականների սերնդի պոեզիայի հետ։ Մեծանուն գրող է, այսօր 85-ամյակն է, իրեն կարող ենք ասել, որ նա նշանակալի էր դասական, մեր պատմությունը կերտող, մեր մշակույթը ստեղծող գրողներից մեկն է։ Ներկա է նաև բանաստեղծի կինը Արմինե Թամրազյան Դավոյանը, ով շեշտեց, որ գիտաժողովի շնորհիվ նորովի արժևորվում է ամուսնու թողած գրական ժառանգությունը։ Գիտաժողովի իմաստը հենց դա է, որ Ռազմիկ Դավոյանի գրական ժառանգությունը արժևորվի եւ ուրախ եմ, որ 80-ամյակի այս տարի Ռազմիկ Դավոյանի ծննդյան 80-ամյակներ ծրագրերը բավականին շատ էին ամբողջ տարվա ընթացքում, բայց այս գիտաժողովը շատ ծանրակշիռ դեր ունի եւ մնայուն դեր, որովհետեւ գիտական արտադրանք է ունենալու եւ կարծում եմ կարեւոր հանգրվան է լինելու Դավոյանի գրական ժառանգության արժևորման ճանապարհին։ Դավոյանի ստեղծագործության արդիականության մասին խոսեց Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը։ Երբ որ մենք նախաձեռնում էինք Համազգայինի հետ Ռազմիկ Դավոյանի 85-ամյակի նվիրված այս գիտաժողովը, էլի մտահոգություններ կային, ինչպես դուք նշեցիք, որքանով է այն այսօր արդիական, արդյոք ժամանակակից 21-րդ դարի մարդը հետաքրքրված է այդ գրականությամբ, բայց փաստը ցույց է տալիս, որ 40-ից ավելի գրքերի ստեղծագործությունների հեղինակ, ավելի քան 6 տասնամյակ ստեղծագործած եւ արձակի եւ պոեզիայի ժանրում հսկայական գրական ժառանգություն թողած Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը այսօր իրապես կարևոր է նորովի իմաստավորել եւ ներկայացնել մեր սերնդին, որովհետեւ այնտեղ արծարծված խնդիրները, եթե դրանք նույնիսկ վերաբերում են մեր պատմության չափազանց կարևոր բարդ հակասական տարբեր ժամանակաշրջաների, արդիական են նաեւ այսօր։ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գալստյանը Դավոյանի մոր մասին ստեղծագործությունները Շիրազից հետո համարում է մի նոր աստիճան դեպի մայրական սիրերգություն։ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործության շրջանակը շատ մեծ է,
Եվ երբ այսօր արդեն նրա 85-ամյակին նվիրված այս գիտաժողովն է իրականացվում, այստեղ իմի են բերվում դասական գրողի ստեղծագործական տաղանդը եւ նրա պոեզիայի այն նորարարությունը, որ նա ներկայացրել է հայ գրականությանը։ Բավական է նշել նրա մայրերգությունը, մայրական երգերը, թվում էր թե Շիրազից հետո արդեն այս թեման ամբողջական սպառում է իրականացվել, բայց Ռազմիկ Դավոյանի մորը նվիրված ստեղծագործությունները մի նոր աստիճանի վրա բարձրացավ մայրական սիրերգությունը եւ ընդհանրապես մորը նվիրված թեման։ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը նշում է, որ Դավոյանի ստեղծագործությունը շարունակում է ներշնչել նոր սերնդին, փոխանցում է պատմական եւ ազգային հիշողություն, ցավ եւ հույս միաժամանակ։ Որպես բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը ոտքի կանգնող եւ դեպի նոր դարաշրջանի բարձունքները ձգտող իր ժողովրդի միշտ շնորհքն էր Աստծո մոտ։ Միաժամանակ նա դժոխքի միջով անցած, մեռած ու հառնած ազգի հարազատ զավակն էր, ով չի աղաղակում իր ցավի մասին, բայց այդ ցավն արկա է եւ վիրավոր նյարդի պես նվվում է նրա տողերի խորքում։ Այսպիսով գիտաժողովը ոչ միայն հարգանքի տուրք էր մեծ բանաստեղծի հիշատակին, այլև դարձավ կարևոր հարթակ նորից վերարժավորելու Ռազմիկ Դավոյանի ստեղծագործական ժառանգությունը, որը շարունակում է ներշնչել եւ ուղղորդել ինչպես գիտնականներին ու արվեստագետներին, այնպես էլ նոր սերնդին։ Ալիսա Աղասյան, Սերոբ Չերչիկյան, Երկիր AM։